Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, 34-ամյա բանակը իր կազմավորման ճանապարհին, կայացման ճանապարհին մի շարք մարտահրավերների ու դժվարությունների է հանդիպել։ Չկա գրեթե նման մարդ Հայաստանում կամ հայ մարդ, որ դրան տեղյակ չէ կամ չգիտի այդ անցած ճանապարհի մասին, բայց այսօր ուզում եմ խոսենք ապագայի մասին։ Ապագայում այսօր վաղը ինչպիսի բանակ ենք ուզում ունենալ կամ ինչպիսի բանակ ենք ունենալու 5 տարի հետո, 10 տարի հետո, այսօր բանակը ինչ ճանապարհ է բռնել։ Զարգացման ճանապարհ։ Եթե դեմ չեք, հարցից օգտվեմ, շնորհավորենք բանակի տոնը, շնորհավորենք մեր սպաներին, զինվորներին եւ ողջ հայ ժողովրդին, որովհետեւ հայ ժողովրդի համար բանակը ոչ միայն զինված ուժեր են, այլ նաեւ շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր հայ մարդու համար հայկական բանակը եւ անհրաժեշտության դեպքում ժողովրդի բոլոր անդամներն դառնում են զինված ուժերի մաս։ Հետևաբար շնորհավորում եմ բոլորիս բանակի օրվա կապակցությամբ եւ ձեր հարցին թե ինչ բանակ ունենք եւ ինչ բանակ ենք ունենալու, պետք է ասեմ, որ վերջին մի քանի տարվա ընթացքում բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել բանակում եւ բանակը ոչ միայն իր մեջքը ուղղել է 44-օրյա պատերազմի եւ դրանից հետո պատերազմական գործողությունների արդյունքում կրած վնասներից ոչ միայն մեջքը ուղղել է, այլ բանակը մի նոր արդեն հարթության վրա է մեր զինված ուժերը եւ շատ արագ զարգացման ուղով ընթանում են առաջ, այսպես որ ասեմ։ Բանակում շատ բարեփոխումներ իրականացվեցին, բայց որպեսզի շատ կարճ արտահայտվեմ, այդ բարեփոխումների ինդիկատորը արդյոք դրանք արդյունք տվեցին, չտվեցին, լավ էր, վատ էր։ Վերջի բարեփոխումն էր, երբ որ 24 ամիսը փոխարինվեց 18 ամիսով, պարտադիր զինծառայություն։ Սա նշանակում է բանակում այն ամբողջ բարեփոխումները, որ իրականացվել են, այդ բարեփոխումների տրամաբանությունը իրականացվել է, այսինքն արդյունքները ունենք։ Եվ պետք է ասեմ, որ Հայաստանը ինչ բանակ է ունենալու, Հայաստանը ունենալու է փոքր, խիստ մարտունակ եւ պրոֆեսիոնալ բանակ։ Մեծ բանակ ունենալը, մասշտաբային բանակ ունենալը, խոշոր մասշտաբային բանակ ունենալը Հայաստանի համար արդյունավետ չէ։ Մենք պետք է ունենանք փոքր, կոմպակտ, խիստ մարտունակ եւ պրոֆեսիոնալ բանակ։ Ինչի ուղղությամբ եւ ընթանում է այսօր մեր բարեփոխումները։ Բանակը պետք է լինի տեխնոլոգիական, բանակը կլինի գիտահեն, գիտելիքահեն, բանակում զինվորը ոչ միայն մարտիկ է լինելու, այլ նաև մտածող, մասնագետ եւ տեխնոլոգիական համակարգեր կառավարող։ Ահա այսպեսին է մեր զինվորը եւ այսպեսին է դառնալու մեր բոլոր զինվորները։ Եվ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը հնարավորինս պետք է լինի կարճ, սակայն ինտենսիվ, մաքսիմում եւ այդ ժամկետում պետք է մեր երիտասարդները պատրաստվեն եւ դառնան լավագույն մասնագետներ, պրոֆեսիոնալներ եւ զինվորականներ։ Անհրաժեշտության դեպքում, զորահավաքի դեպքում մեր բանակի թիվը կարող է անգամ պետք է անգամներով ավելանա եւ իր արժեվ դրած համանդրական խնդիրը լուծի։ Ինչպես գիտեք, մեր համանդրությամբ բանակի արժեվ դրված համանդրական խնդիրը Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն է, ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը։ Պարոն Խաչատրյան, կարևոր բան նշեցիք, որ այս տարին սկսվեց շատ հետաքրքիր մեկնակետից, որ զինվորական ծառայությունը կրճատվեց, այն դարձավ 18 ամիս եւ հետո արդեն զինվորական նոր համազգեստի մասով խոսակցությունները, արդեն տեղեկությունները հայտնվեցին սոցիալական ցանցում։ Ձեր ընդդիմադիր գործընկերները նախ նշեցին, որ այս կերպ բանակը իրենց բառերով ասեմ տանում է քայքայման, քանդման եւ նաեւ սա որակեցին այս քայլերը, թե բանակի պարտադիր զինվորական ծառայության կրճատումը, թե այդ նոր համազգեստը քննադատելուց ասացին, որ սա նաև նախընտրական տրամաբանության մեջ է եւ այս կերպ փորձում եք ձեր համար դիվիդենդներ շահել։ Այսօրվա հանդիպության համար գործում է հետաքրքիր սկզբունք, ինչքան վատ երկրում, այնքան իրենց համար լավ։ Ցավոք սրտի սկզբունքը գործում է նաև բանակի առումով, որը որ պետք է գոնե բանակի մասով իրենք բացառություն անեին։
բայց ցավոք սրտի չեն անում, ուղղակի իրենց այդ հայտարարությունները մերկապարանոց հայտարարություններ են, որովհետև այնքան տեսանելի են այդ բարեփոխումները, որ հնարավոր չի ուղղակի ինչ-որ բան ասել։ Ես ձեզ ասեմ, որ ընդդիմության մեջ կան ներկայացուցիչներ, հենց վառ ներկայացուցիչներ, արմատական ընդդիմադիրներ, ովքեր բանակից չեն խոսում։ Եթե նկատել եք կան մարդիկ, ես անուններ չեմ շոշոր, բայց վաղուց բանակից չեն խոսում, որովհետև այդ մարդիկ եկել տեսել են, մենք իրենց տարել ցույց ենք տվել։ Եվ մեր ռազմարտությունաբերական գործարանները, եւ ամրաշինական կառույցները, բունկեր կոչվածները, եւ բանակի բարեփոխ։ Դրանից հետո հենց իրենց հարցնում ես բանակի մասին, իրենք կորում են, որովհետև հարցի պատասխան չեն ուզում տալ, որովհետև բան չունեն էլ ասելու։ Համազգեստի առումով այո, մենք ունենք նոր համազգեստ, իր ձևի եւ բովանդակության մեջ ամբողջովին նոր է եւ կարծում եմ աշխարհի լավագույն համազգեստը պետք է դա լինի եւ կա։ Հիմա այդ համազգեստը զորային փորձարկումների մեջ է, տեսեք համազգեստի փորձարկումը 1-2 օրվա մեջ չես կարող իրականացնել, որովհետեւ պետք է հագնել, շփել, չգիտեմ, տարբեր պայմաններում օգտագործել այդ համազգեստը եւ վերջնական զորային փորձարկման մեջ է եւ իհարկե շուտով մենք կունենանք նոր համազգեստ, գերազանց համազգեստ, իր ձևի, բովանդակության եւ ամեն ինչով տարբերվող եւ միջազգային ստանդարտներին ամբողջությամբ համապատասխանող եւ մեր զինծառայողները հաստատ շատ կոմֆորտ են զգալու իրենց այդ համազգեստի մեջ։ Պարոն Խաչատրյան, ասացիք, որ որոշ ձեր ընդդիմադիր գործընկերներ բանակի մասին չեն խոսում, որովհետև եկել են, իրենց աչքով տեսել են այդ փոփոխությունները։ Տեսեք, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը արդյոք տեսել է թե չէ, չգիտեմ, բայց իր ուղերձում այսօրվա նշում է, որ պետք է չխաբնվենք Հայաստանում տիրող ժամանակավոր թվայցյալ խաղաղությամբ եւ պետք է ձեռնարկենք բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ։ Ասում է, որ ինքը հավատացած է, որ հայկական բանակային կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը։ Ինչ ուժի եւ հեղինակության մասին է խոսում Սեյրան Օհանյանը, այսինքն սրանք խոստումներ են, որ իրենք կանեն գալով իշխանության, բայց մենք գիտենք, որ երկար տարիներ իշխանության են եղել եւ պաշտպանության նախարար է եղել Սեյրան Օհանյանը։ Ցավոք սրտի Սեյրան Օհանյանին չկարողացանք տանել եւ ցույց տալ այն ձեռքբերումները, ամրաշինական կառույցները, զենքը, զինամթերքը ձեռքբերված, որը որ ունենք վերջին մի քանի տարվա ընթացքում, բայց ինչու չկարողացանք Սեյրան Օհանյանին տանել, մեծ ցանկություն կար, որպեսզի տանեինք եւ նա տեսներ, քանի որ քրեական գործ կա հարուցված իր նկատմամբ, քրեական գործով անցնում է եւ կարծեմ ինչ որ էլի բանակի ռեսուրսների հետ կապված քրեական գործ է եւ ինքը գաղտնիության ռեժիմի համապատասխան արտոնություն չունի այդ քրեական գործի հետ կապված, հետեւաբար չկարողացանք իրեն տանել եւ ցույց տալ, դրա համար հələ խոսում է, բայց եթե տեսնի, ինքը գիտի, որ այդ ամեն ինչը կա, իրեն պատմել են, բայց եթե տեսնի, հաստատ բարոյապես իրեն թույլ չի տալու որևէ բան ասի։ Ես սպասում եմ այն օրվան, որ հնարավոր կլինի Սեյրան Օհանյանին տանել եւ ցույց տալ այդ ամենը։ Ես իր հետ խոսել եմ, ասել եմ, որ նման բաներ կան, ինքը ընդունում է, բայց դե քաղաքական գործիչ է, նաև պետք է ինչ-որ մի վատ բան, ինչ-որ մի արտահայտություն, ընդդիմադիր արտահայտություն անի, բայց կարծում եմ բանակի մասով չպետք է անի։ Բանակ իր մեջքը ուղղել է, բանակը վերականգնվել է, մենք ունենք, կրկնում եմ, այսօր գիտելիքահեն նոր բանակ, տեխնոլոգիական բանակ, մենք ունենք շատ լավ եւ արագ զարգացող ռազմարտությունաբերություն։ Սեյրան Օհանյանը թող մի հատ մտածի, ինչու իր կառավարման տարիներին մի հատ փամփուշտ չեն կարողացել արտադրել, բայց այսօր մենք հրետանային համազարգային հրթիռային համակարգեր ենք արտադրում եւ աշխարհի լավագույնն են գուցե արտադրում, այսօր վերամբարձ խոսքեր չեն։ Մի հատ թող ինքը մտածի իր ժամանակ բյուջեն բանակին ինչ տրված, ինչքան է եղել եւ հիմա ինչքան է բանակի բյուջեն, ամեն դեպքում 17 թվականից սկսած մոտ 3 անգամ բանակի բյուջեն ավելացել է։ Եվ բանակում տիրող բարքերը ինչպիսին են եղել իր ժամանակ, երբ որ զինվորին տուն ուղարկելու համար, ազատական տալու համար արտադիր պետք է փող վերցնեին, հետո ազատական տային, որովհետև այդ սպան ուրիշ բան չուներ։ Նա բավարար չէր վարձատրվում, նա խնդիր ուներ եւ վառելիքի եւ կենցաղային պայման, բոլոր խնդիր ունեին բանակում։ Իսկ այսօր մենք սպաներին եւ զինվորներին, պայմանագրայիններին հնարավորություն ենք տվել գիտելիքի դիմաց, պրոֆեսիոնալի դիմաց, բավականին լուրջ վարձատրություն տանք եւ տալիս ենք։
մենք Պապիկյանը պաշտպանության նախարար վերջերս վիճակագրությունից մի հատված բերեց, որ կա շարքային պայմանագրային ծառայող, մենք ունենք պայմանագրային ծառայող, որը ստանում է մոտ 900,000 դրամ։ Եվ այսօր բանակի մեր սպաները, զինվորները խնդիր չունեն ոչ վառելիքի, ոչ ուտելիքի, ոչ հագուստի եւ շուտով ամենալավ հագուստի, ոչ կացարանների։ Այսօր մենք ամրաշինական կառույցներ ենք կառուցել եւ կառուցում, որոնց մեջ նույնիսկ կան սպորտ դահլիճներ։ Նույնիսկ այսօր կառավարությունը, պետությունը, պաշտպանության նախարարությունը մտածում է, որ զինվորը պետք է պարապ չմնա, անգործ չմնա եւ ազատ ժամերին սպորտով զբաղվի։ Եվ այդ սպորտով զբաղվելու դահլիճները խորը հողի տակ են գտնվում, լավ պաշտպանված։ Այսօր մենք մտածում ենք զինվորի ամենատարրական կարիքների մասին, հիգիենայից սկսած։ Մենք այդ նույն հողի տակ բաղնիքներ ունենք ժամանակակից ցանցողներով ու ամեն ինչ, որ չի տարբերվում մեր տան բաղնիքներից եւ գուցե ավելի լավն է։ Դա ուղղակի տեսնել է պետք եւ ուղղակի այսպիսի մերկապարանոց հայտարարություններ, որ բանակը դեռևս կարող է մեջքը ուղղել, արժանապատվություն գտնել։ Մենք այդ բանակին, հեսա որ մենք եկանք անմիջապես մեջքը ուղղել, ոչ իրենք չեն գալու, իրենք պատմություն են եւ բանակում եղած շատ ու շատ թերություններ, որոնք աղետների են բերել, հենց իրենց կառավարման օրոք է եղել եւ լավ էլ կանխատեսել են, որ այդ թերությունները, այդ կոռուպցիան, այդ թերուշադրությունը բանակի նկատմամբ մի օր բերելու է աղետի։ Հենց պատերազմական իրավիճակը եղավ, դրանք ամբողջությամբ գալիս են ջրի երես եւ աղետալի հետևանքներ ունեն։ Եվ մենք այդ աղետալի հետևանքները տեսանք 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ զորահավաք էինք անում եւ տեսանք ոչ մեկ այդ զորահավաքին պատրաստ չի։ Թղթերով բոլորի մոտ գրանցած է, որ իրենք տարիներ շարունակ մասնակցել են զորահավաքներին, ականանետ են օգտագործել, չգիտեմ, գնդացրորդ են, բայց պատերազմի ժամանակ մարդիկ կային, որ ասեցին, որ ընդհանրապես իրենք գնդացիր տեսած չկան։ Բայց փաստաթղթերի մեջ զինկոմիսարի նշված է, որ ինքը գնդացրորդ է բանակում եղել, դրանից հետո զորահավաքներին է մասնակցել եւս որպես գնդացրորդ, ամենը կեղծ էր։ Եվ այդ կեղծը ինչ դարավ։ Կեղծը դարավ պարտություն, կեղծը դարավ մարդկային կյանքեր, աղետ, կորուստ ու ամեն ինչ։ Ու այսօր էլ իրենք լավ կանեին ընդհանրապես որևէ հայտարարություն բանակի օրվա ընթացքում, օրվա արդիվ չանեին ընդհանրապես, որպեսզի մենք իրենց մասին չհիշենք։ Բայց այնուամենայնիվ մեկ այլ առիթով նաև Սեյրան Օհանյանը նույն ասել է, որ այս ամբողջի այդ ճգնաժամի այդ բոլոր կետերը, որ դուք թվարկեցիք, այդ ամբողջի մեղավորը այս կառավարությունն է իր սխալ քայլերով։ Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ տգիտություն է, թե բայց ես գիտեմ, որ դա դիտավորյալ տեքստ նպատակադրված, ստեղծված տեքստեր են, ես չգիտեմ որ գրասենյակներում են դրանք ստեղծվում եւ որ երկրներում են այդ տեքստերը մի հատ նորից ընթերցում ուղումներ անում, հետո նոր հրամցնում մեր ժողովրդին, հիբրիդային պատերազմի մի մասը, ցավոք սրտի այդ մասի նաեւ աջակցող սուբյեկտ է դարել նաեւ Սեյրան Օհանյանը, ցավոք սրտի եմ սա ասում, որովհետեւ ամեն դեպքում եղել է պաշտպանության նախարար եւ այն ժամանակ շատ ու շատ զինվորականներ հավատացել են, հարգել են, ենթարկվել են, բայց այսօր այդ հավատքի, հարգանքի մասնիկները անգամ ամեն ինչ անում են, որ չպահպանվի։ Պարոն Խաչատրյան, մեզ համար գաղտնիք չէ, որ բանակը տարիներ շարունակ եղել է քաղաքականացված, հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ, երբ որևէ սոցիալական դժգոհություն է եղել կամ որևէ հարց է բարձրաձայնել հասարակությունը, մի անգամից մեջ բերել են, որ դե բանակի հարցերով ենք հիմա զբաղված, դե բանակը, դե մի քիչ էլ համբերեք բանակին պիտի տեր կանգնենք եւ այսպես շարունակ։ Հիմա կա այդ միտումը, թե արդեն կարելի է ասել, որ վերջակետ է դրվել այդ մոտեցմանը, երբ բանակը շահարկելով յուրաքանչյուր մարդ կարող էր քաղաքական կամ ոչ քաղաքական հարց լուծել իր համար։ Շատ լավ հարց եք տալիս։ Տեսեք, մենք չունենք ճանապարհներ, որպեսզի Գորիսից գնայինք, Գորիս 4 ժամ էր տևում եւ դրանից հետո անպայման մեքենա պետք էր վերանորոգել։
չունենք ճանապարհներ, պետական հիմնարկներում ամեն ինչը պակաս էր, ոստիկանությունը անգամ բենզին չուներ, որ դեպքի վայր գնար, ես սա ամենայն պատահել, ես իմ կյանքի փորձից եմ ասում, բոլորը գիտեն, դեպքի դեպք էր պատահում եւ բենզին չկար, որպեսզի հասնեին տեղ։ Մեր ոստիկանները ինչ որ տեղից, մի տեղից այսպես, այնպես իրենց անձնական միջոցներից գնում, գալիս եւ այդ ամեն ինչի խորքում դրած էր դե յոլա գնացեք, որովհետեւ Ղարաբաղը, մեր բանակը հազիվ ենք պահում, այս ենք անում, բայց դե բանակում էլ մի վիճակ չկար, նույն վիճակն էլ բանակում էր, ոչ նորմալ սնվում էին, ոչ նորմալ հագնվում էին, ոչ նորմալ զինվում էին, ոչ նորմալ հարաբերություններ էր, ամբողջը կոռուպցիայի մեջ թաթախված, բայց ասում էին դե սա բանակը, բայց երբ որ 18 թվականից հետո ես հեղափոխությունը տեղի ունեցավ ու նոր ծրագրեր, նոր հայեցակարգեր եւ այլն, հիմա տեսնում ենք, որ եւ բանակն է զարգանում, եւ ասֆալտապատվում է ճանապարհը, եւ բենզինը կա, եւ բարեփոխումները, եւ անվտանգությունն է ուժեղանում, եւ որևէ մեկը այսօր չի համարձակվի նման բան ասել, բա գիտեք, բանակը այսպես, բանակը իր բյուջեն ունի, պետությունը հատկացնում է, եւ այդ բյուջետային միջոցները մեր բյուջեից գոյացած միջոցներ են, որովհետեւ երկիր մեզ փող չի տալիս, ասում տարեք ձեր բանակը պահեք, մեր բյուջեն էլ մի քանի անգամ ավելացել եւ այո, այդ շահարկումը իրականում այնց խորքային է շատ եւ սուս մնացեք բանակի հարցեր ունենք լուծելու։ Իսկ մեր ժողովուրդը այնքան է ժողովրդի համար այնքան կարևոր է մեր բանակը, որ նաև շատերը լռել են, ասել են դե ուրեմն սենց է պետք բանակն է, Ղարաբաղի հարցն է, մենք ավելի լավ լռենք, յոլա գնանք, բայց այդ հարցերը լուծվի։ Այնինչ հարցերը չի լուծվել, այլ դղյակ բանակի հաշվին դղյակներ են կառուցվել, ամեն մի դղյակով կարելի է մի քանի հատ ամրաշինական շրջաններ կառուցել եւ հիմա կառուցում ենք։ Մի դղյակի փողով կարելի է մի երկու հատ կառուցել։ Ու տես դղյակներ գոյացան, իսկ մեր ժողովուրդն էլ տենց քանդված փոսերով ու ճղճղված ճանապարհներով հազիվ իր գոյությունները ապահովում հանուն վեհ արժեքների մեր բանակի հանուն Լեռնային Ղարաբաղի, բայց այդ ամեն ինչը պարզվեց, որ տենց չի։ Պարոն Խաչատրյան, մենք նաև շատ ցավալի ասեմ, թե ինչպես ասեմ, դրվագներ ենք ունեցել, երբ բանակը ներքաշվել է քաղաքացիական ամենատարբեր այսպես վեճերի մեջ, մարտի 1-ի դեպքերը նկատի ունեմ, երբ բանակը բերվեց ցուցարարներին, այսպես ասած, ցրելու համար, գործի դրվեց նաև բանակը, հիմա արդյոք բանակը ապահովագրված է նման մոտեցումներից եւ նման միտումներից։ Այո, այդ ամեն ինչը ապահովագրած է օրենսդրությամբ, որ բանակը չի կարող խառնվել հասարակական կարգի պահպանության եւ ինչ որ նման միջոցառումների բանակի արժեվ դրած խնդիրը ձևակերպված է սահմանադրությամբ, եթե չեմ սխալվում 14 հոդվածով Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության ապահովում է իրականացնում բանակը, ուրիշ ոչ մի բան։ Եվ տեսեք, նույնիսկ մենք ունեինք ներքին զորքեր, որոնք հետագայում դարձան ոստիկանության զորքեր, որոնք հիմա արդեն դարձան գվարդիա, չէ՞։ Նույնիսկ օրենսդրությամբ, երբ որ դարձավ գվարդիա ոստիկանության զորքերը, օրենսդրությամբ ֆիքսեցինք, որ գվարդիան զբաղվելու է միայն հասարակական կարգի պահպանությամբ։ Այսինքն նույնիսկ գվարդիային, ոստիկանության զորքերին արգելել ենք զբաղվի պաշտպանական ինչ որ բանակի գործառույթներով եւ միաժամանակ նաեւ հասարակական կարգի պահպանում։ Եթե դա զորք է, ուրեմն նա նախկինում զորքի կարգավիճակ ուներ, բայց նաեւ հասարակական կարգի պահպանությամբ է զբաղվում։ Հիմա խիստ տարանջատել ենք, ոչ, զորքը զբաղվում է պետության պաշտպանությամբ, այս ստորաբաժանում զբաղվում է հասարակական կարգի անվտանգությամբ։ Իհարկե, պատերազմի եւ արտակարգ իրավիճակների դեպքում, բացառիկության դեպքում կարող են կատարել որոշական հրամանատարական առաջադրանքներ, ինչը կապված կլինի երկրի պաշտպանության հետ։ Ուզում եմ ասել, որ ամբողջը ինստիտուցիոնալ դրված է կամուր հիմքերի վրա, որպեսզի նման ողբերգական դեպքերի մենք այլևս ականատես չլինենք։ Եվ պարոն Խաչատրյան, տարիներ շարունակ բանակը ընկալվել է որպես, այսինքն պատերազմի տրամաբանության մեջ, որ մենք պատրաստվել ենք պատերազմի, պատրաստել ենք բանակը պատերազմի, որովհետև որքան էլ որ այդ մասին չի խոսվել կամ
թեժ պատերազմական գործողություններ չեն եղել, բայց այնուամենայնիվ ամենօրյա մակարդակում կրակոցներ են եղել, զոհեր են եղել սահմանին, հետո արդեն 16 թվականի դեպքերը։ Այսինքն ինչ որ պահի կանխատեսելի էր, որ պատերազմ լինելու է եւ բանակը միշտ հենց այդ տրամաբանության մեջ է եղել, որ պատրաստվում ենք պատերազմի եւ կամ պատերազմ է լինելու, բանակը պիտի պատրաստ լինի։ Վարչապետի ուղերձը այսօրվա հակառակի մասին էր, որ բանակը այսօր ունի այնպիսի սպառազինություն, որ անգամ 18, 19, 20, 22 թվականներին չի ունեցել, բայց չենք էլ կարող երազել անգամ։ Չունենալ այդ շատ մեղմ ասեցի։ Բայց ասում է, որ մենք պատրաստվում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, այսինքն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հստակ կա խաղաղություն եւ մեր խնդիրը մեր սահմանները պահելն է եւ ոչ թե պատերազմի պատրաստվել։ Այստեղ էլ ինչ որ դիլեմա կա, որովհետեւ տեսեք նույն Սեյրան Օհանյանը խոսում է, որ ինչ որ թվացial խաղաղության մասին են խոսում այս ուժերը եւ ձեր ընդդիմադիր գործընկերները այդքան էլ հաշտ չեն այդ խաղաղության գործընթացի հետ։ Այ ասում են, որ այդ իմաստով խապկանք կա եւ վաղ թե ուշ Ադրբեջանի հետ էլի պատերազմ լինելու է։ Հիմա հասկանանք, թե ինչ սպառազինությունների մասին է խոսում վարչապետը եւ ինչու է կարեւոր խաղաղության պայմաններում հենց բանակը զարգացնել, բանակը ինչու պիտի աճի հենց այս պայմաններում։ Տեսեք, պատերազմի մասին խոսելը ընդդիմության համար կենսական նշանակություն ունի։ Իրենք դրանից սնվում են։ Նախկինում իշխանությունը պահպանել են հենց այդ վտանգը ժողովրդին հրամցնելու միջոցով, որ հեսա պատերազմ է, հեսա սենց պետքա սենց, պետքա նենց, պետքա բավարարվենք այս մեկին մենք եւ հիմա սնվում են դրանով։ Խաղաղության պայմաններում իրենց ցնուցման աղբյուրը փակվում է, երակը փակվում է եւ իրենք չորանում են։ Եվ իրենք գնում են դեպի մահ եւ դա լավ գիտակցում են իրենք։ Դրա համար էլի բանակի օրվա արդիվ ինչ որ փորձում են սենց են։ Տեսեք, խաղաղություն ունենալու համար երկու կարևոր պայման է անհրաժեշտ։ Ես միշտ այս մասին խոսում։ Առաջինը հարևանների եւ բոլոր պետությունների հետ հնարավորինս բարեդրացիական հարաբերություններ, հատկապես հարևանների հետ կոնֆլիկտային, պատերազմածին պատճառների վերացում, նպաստող պայմանների վերացում, այս ամենը տնտեսությամբ ամրապնդում, այսինքն պատերազմ ծնող կամ նույնիսկ հակամարտություն ծնող բոլոր պատճառները պետք է վերացվեն հարևանների հետ, սա ամենակարևորը։ Ինչը այսօր մեր կառավարությանը շատ մեծ հաջողությամբ իրականացել է մեր կառավարությունը։ Հիմա երկրորդ պայմանը, որ սեփական երկիրը, տարածքը պաշտպանելու ունակություն պետք է ունենաս։ Այսինքն զինված ուժերը պետք է կարող լինեն ապահովելու քո երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Այս երկուսը իրար հետ նոր բերում է խաղաղության։ Եթե օրինակ մենք ունենանք ամբողջը սարքենք միլիտարիզացված հասարակություն, բոլորին դարձնենք զինվորես 3 միլիոն փոքր ազգին, բայց մեր հարաբերությունները չկարգավորենք հարևանների հետ, անընդհատ վիկտիմ զոհի վարքագիծ դրսևորենք, միևնույն է, որևէ արդյունքի չենք հասնելու։ Այդ պատերազմը լինելու է եւ այդ պատերազմում հաստատ պարտություն ենք կրելու, որովհետեւ արկա մարտահրավերների ծավալը այնպիսին է, որ 3 միլիոնով եւ այս տնտեսությամբ դու չես կարող հավերժ մաքարել, պայքարել, ել չեմ ասում ինչ որ հասնենք սասուն մտնենք վան տենց արտահայտություններ կան, չէ՞, ժողովրդի մեջ եւ անդիմադիրները գործընկերների մեջ, հա։ Սա ուղղակի տանում է դեպի ուղիղ կործանում, պետականության կործանում, չի լինելու։ Նույնիսկ եթե մենք ունենանք 3 միլիոն զինվոր, բոլորս դառնանք զինվոր։ Եվ հակառակը, եթե մենք բոլորի հետ հարաբերությունները կարգավորենք եւ այլ, բայց չունենանք զինված ուժեր, չունենանք երկիրը պաշտպանելու ունակություն, մի օր մեր հարևաններին կարող է թվալ, որ ավելի լավ է Հայաստանի հետ պատերազմել, քան բանակցել։ Նա գուցե ավելի էժան է նստում իրենց վրա, քան բանակցելը, չէ՞։ Հիպոթետիկ հնարավոր է մի օր տենց մտածել։ Հետևաբար այս երկուսը միասին պետք է լինի։ Մեր ամեն խաղաղ օրը օգտագործվելու է մեր տնտեսության զարգացման եւ դրա հետ փոխկապակցված բոլոր բնագավառների զարգացման, այդ թվում իհարկե պաշտպանության բնագավառի։ Մենք մեր բարեփոխումները ոչ մի րոպե չենք ընդհատելու բանակում եւ ամեն խաղաղ օր օգտագործվելու է իշահ բանակի յուրաքանչյուր օր նախորդ օրվա համեմատ մեր յուրաքանչյուր օրվա մեջ մեր բանակը ավելի ուժեղ է լինելու քան նախորդ օրը եւ ավելի պատրաստված եւ ավելի պրոֆեսիոնալ։
Ինչքան էլ որ ցանկալի չի անցյալի մասին խոսել, բայց պարոն Խաչատրյան, նախկինում նաև այդպիսի ընկալում կամ մոտեցում կար, որ զինվորը մարտիկ է, որ պետք եղած ժամանակ անգամ կյանքի գնով կպահպանի իր դիրքը, չի թողնի, որ թշնամին այն գրավի, բայց այնուամենայնիվ առաջ խաղացում թույլ չի տա։ Եվ շատ հաճախ դա ընկալվում էր հենց այդպես, որ զինվորը կարող է եւ պետք է գնա ինքնազոհողության եւ անգամ կյանքի գնով պաշտպանի այդ դիրքը, սահմանը։ Մենք դա նաև տեսանք 16 թվականին, ինչու ոչ 20 թվականի պատերազմի ժամանակ, այսօր զինվորը, մարդը արդյոք բացարձակ արժեք է եւ արդյոք այդ իմաստով ամեն ինչ արվում է որպեսզի զինվորը պաշտպանված լինի եւ հնարավոր լինի, այսպես ասեմ, կյանքը պահելով խնդիրներ լուծել։ Այսօրվա պաշտպանության համակարգի կառավարման process-ում գերագույն արժեքը ընդունվել է, որ դա զինվորի կյանքն է։ Գերագույն արժեքը։ Ոչ մի բան չի կարող փոխարինել զինվորի կյանքին եւ առողջությանը։ Այդ իսկ պատճառով օրինակ եմ բերում։ Մեր ամբողջ սահմանի լայնքով մեղրից մինչև Տավուշ կառուցվում են ամրաշինական հատուկ կառույցներ, որտեղ զինվորը գրեթե 99 կամ 100%-ով ամբողջությամբ պաշտպանված է։ Գոնե այսօրվա զինատեսակները, որ կան օգտագործվում են մեր հարևանների կողմից եւ տարածաշրջանում, այդ բոլոր զինատեսակներից կարելի է ասել զինվորը պաշտպանված է։ Այն չհաշված իր կենցաղային ու ամեն ինչը, բայց գտնվելով տեղ զինվորի կյանքը ամբողջությամբ գրեթե պաշտպանված է եւ վտանգ չի սպառնում։ Սա ուղղակի օրինակ բերեցի մեր ասացի որպես ապացույց։ Եվ ձեր հարցը հիշեցնեք, որ զինվորը միշտ ընկալվել է որպես մարտիկ, որ անգամ կյանքի գնով։ Այո, ճիշտ եք ասում, զինվորը ընկալվել է, որ մարտիկ պետք է իր կյանքի գնով կամ բազմաթիվ կյանքերի գնով ինչ որ խնդիր լուծեն ռազմավարական, ոչ, այսօր տրամաբանությունը ամբողջությամբ փոխված է։ Զինվորը ամենաբարձրագույն արժեքն է, իր կյանքը եւ առողջությունը, եւ խնդիրները պետք է լուծվեն տեխնոլոգիական միջոցներով, լավ արդիական զենքի միջոցներով եւ լավ կառավարման համակարգ ունենալու միջոցով, ոչ թե զինվորի կյանքը։ Տեսեք, այսօրվա պատերազմներում քաջությունը, միայն քաջությունը բավարար չէ հաղթելու համար, միայն քաջությունը շատ քիչ է։ Մենք չենք կասկածում մեր զինվորների քաջության վրա։ Մենք տեսել ենք այդ քաջությունը եւ ավելորդ անգամ չենք էլ ուզում համոզվենք, թե մեր հայ զինվորները քաջ են, թե ոչ։ Մեր հայ զինվորները շատ քաջ են, բայց այդ քաջությունը բավարար չէ հաղթելու համար։ Քաջության հետ մեկտեղ պետք է զինվորը լինի պրոֆեսիոնալ, պետք է լինի մասնագետ, մտածող եւ ժամանակակից համակարգեր կառավարող։ Եթե մենք ունենում ենք այսպիսի զինվոր, նախ նրա կյանքը մաքսիմում արդեն ապահովված է, որովհետեւ ինքը կոնկրետ միտեղ ֆիզիկական խնդիր չի լուծում, ինչու կառավարում է մի համակարգ, որի միջոցով թշնամուն հակառակորդին շատ ավելի մեծ վնաս է պատճառում եւ շատ ավելի արդյունավետ է պահպանում իր երկիրը։ Քաջության հետ մեկտեղ, որը ունենք շատ ունենք, մեզ պետք է նաև մտածող, մասնագետ, պրոֆեսիոնալ, ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր կառավարող զինվոր։ Ինչ է այսօր, այսինչի մասին խոսում եմ, այս պահի դրությամբ, այդ ուղղությամբ արդեն լավ արդյունքներ ունենք եւ դեռևս շարունակելու շատ տեղ ունենք։ Տեսեք, ժամանակակից համակարգեր կառավարելու տեսակետից այստեղ էլ քիչ են մեղադրանքները, որ այսօր այս իշխանությունը զբաղված է միայն նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելով եւ կամ նոր զինատեսակներ, որից օգտվել զինվորը չգիտի, ասում են, ինչպես պիտի արևմտյան այդ տեխնիկաներից զինվորը օգտվի, դա իր համար անընկալելի է։ Այսինքն իրենք մտածում են, որ մեր զինվորը պետք է օգտվի այն հին զինտեխնիկայից, որովհետեւ մեր զինվորը խելք չունի, մեր զինվորը ընդունակություն չունի, այդ տեխնիկան արդիական, որ ստեղծվել է, դա ստեղծվել է ֆրանսիացիների համար, ամերիկացիների համար, թուրքերի համար, դե հայո, որ տենց տեխնիկայից կարա օգտվի։ Ուրեմն ասեմ, որ այդ տեխնիկաները, ինչը բերում ենք նորագույն տեխնիկաները, սա էս կոնկրետ բանից եմ ասում, մեր այսօրվա պրակտիկայից եմ ասում, ինչը բերվում է Հայաստան եւ ինչի համար նախատեսված է օրինակ 3 ամիս ուսուցում, որ մեր զինվորը դա պետք է 3 ամսում ուսուցանի, սովորի կիրառել եւ այլ եւ այլ։ Մեր զինվորը դա սովորում է 7-8 օրում։ Եվ երբ որ ես մեր սպաների հետ խոսում եմ, իրենք ասում են, մենք ուղղակի հիացած ենք, ֆանտաստիկ արդյունք է։ 3 ամիս
արտադրող երկիրը, որտեղից որ բերում ենք, կամ մեր հայկական գործարանը, որը որ արտադրում է, դե նախատեսում է գրքային, որ սա 3 ամիս պետք է ուսուցում գնա հատուկ, իսկ մեկ նոր հետո զենքը կիրառվի։ Մի շաբաթ հետո մեր զինվորները այնպես են կիրառում այդ զենքը, որ երևի այդ արտադրողները տես չեն կարող լավ կիրառեն։ Էս էլ պատասխանը է։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանը նաև իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ վերջին պատերազմները ցույց տվեցին, որ 80-ականների զենքերը ամենապրոդուկտիվն են, այսպես ասեմ։ Դե ինչ ասեմ, տգետ արտահայտություն է, դա ես չեմ ուզում մեկնաբանել, ոնց կարա 80-ականների զենքը ավելի լավ լինի 2020-ականների կամ 10-ականների զենքից, եւ եթե պրոդուկտիվ էր, բա մենք ինչի պարտություն կրեցինք։ Մեր դեմ կռվում էին 5-րդ սերնդի զինատեսակներով, 5-րդ սերնդի, եւ մենք տեսանք, որ անհամեմատելի եւ անհամատեղելի էին մեր ուժերն ու իրենց ուժերը, ինչքան էլ մերոնք քաջել էին, այսօր լինեն, բայց զինտեխնիկայի նորագույն արդիական միջոցների կիրառմամբ հնարավոր եղավ հաղթել հայկական զինված ուժերին։ Դրա միջոցով միայն հնարավոր եղավ հաղթել, թե չէ մնացած քաջությունը այս այնա բանը այդ սովետական միության տեխնիկական միջոցներին կիրառելու հմտությունների առումով մերոնք շատ բարձր մագանդակում էին։ Պրոստը ուղղակի չէին տեսել այդ նորագույն տեխնիկաները, երբևէ չէին տեսել, առաջին անգամ տեսել են այն ժամանակ, երբ որ իրենց վրա կիրառվել է։ Եվ ավելացնեմ, 16 թվականին, երբ որ Ադրբեջանը մի անգամ փորձեց եւ կիրառեց նորագույն տեխնոլոգիական միջոցներ, այդ ժամանակից սկսած ամեն օր մենք պետք է աշխատեինք ու պատրաստվեինք այդ պատերազմի։ Ամեն օր անօթաչուներ ձեռք բերեինք, դրանց այդ պայքարի միջոցներ ձեռք, էլի ոչինչ չարվեց։ Մինչեւ 18 թվական էլի ոչինչ չարվեց։ 19 թվականին մեծ քանակությամբ զինտեխնիկա ձեռք բերվեց Հայաստանի կառավարության կողմից, որը էական նշանակություն ունեցավ հաջորդ պատերազմների համար, բայց մի տարվա մեջ էլ ինչ հասցնի։ Դե ձեր ընդդիմադիր գործընկերներն ասում են 2 տարում բանակը քանդեցիք եւ պատերազմը պարտվեցիք, բայց դուք դրան արդեն անդրադարձաք։ Պարոն Խաչատրյան, քանիցս նշեցիք զինվորների քաջ լինելու, հզոր լինելու մասին, կուզենամ հարցազրույց ամփոփենք զինվորների բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելով։ Դուք գոնե այն падգամավորներից եք, որ հաճախ եք լինում ամենատարբեր սահմանային կետերում, շփվում եք զինվորների հետ։ Կուզենամ իմանալ, թե այսօր ինչպիսին է հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակը եւ բանակում բարքերը նաեւ ինչպիսին են, որովհետեւ այս ընթացքում խոսեցինք նաեւ նախկինում եղած բարքերի մասին։ Այդ իմաստով նաեւ փոփոխություններ կան։ Տեսեք, ինչպես եմ գնահատում այսօրվա զինվորի բարոյահոգեբանական վիճակը։ Զինվորները այսօր եւ սպաները զինվորները, ասենց ասեմ, ինչը վերաբերում է մեր երկրի պաշտպանությանը, վաղը որ հարց լինի, իրենց բարոյահոգեբանական վիճակը բավականին բարձր կամային տենց զինվորական կամային հատկանիշներ ունեն այսօր։ Այսինքն, եթե խնդիր դրվի մարտական, իրանք շատ մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն։ Այդ գալիս ենք էլի քաջության։ Այդ քաջության ֆենոմենը այս պահին իրենց մոտ շատ վառ արտահայտված է։ Գանք դաստիարակչական բարոյահոգեբանական վիճակին, հասարակական, քաղաքացիական կյանքում եղած բոլոր արատները ինչը կա, թեր դաստիարակություն, վատ սովորույթներ, այս մեկ բանակում շատ ավելի են խտանում եւ տեսանելի դառնում։ Այո, այս խնդիրը ունենք։ Փորձում են խաղամոլությամբ զբաղվել, հազար ու մի արատավոր երևույթներ կան բանակում, բայց իհարկե պաշտպանության նախարարությունը լուրջ ծրագրեր է իրականացնում այս ուղղությամբ, որպեսզի այդ արատավոր երևույթները վերանան։ Այսինքն մեր տրամաբանությունը հետեւյալն է, նպատակը հետեւյալն է, երիտասարդը իր արատներով կլինի ֆիզիկական, կլինի հոգեբանական, կմտնի հայոց բանակ, 1 տարի ու կես անց այդ արատներից ձերբազատված նա պետք է դուրս գա բանակից։ Այսինքն բանակը նաև դաստիարակչական ֆունկցիա է վերցնում։ Իհարկե, նա դաստիարակչական ֆունկցիա պետք է, նա պետք է ավելի առողջ, ֆիզիկապես ավելի ուժեղ, հոգեբանորեն ավելի պատրաստված, դաստիարակված եւ ավելի լավ քաղաքացի հետ գա հասարակություն։ Այս սա է լինելու ու սա հենց այս պահին անում ենք եւ բավականին լուրջ արդյունքներ ունենք։ Այդ ուսումնական զորամասեր ունենք այսօր, որ որևէ կապ չունեն նախկինում այդ ուսումնական զորամասերի հետ։ Եվ մի օր առաջարկում եմ գնանք այդ ուսումնական զորամաս ու տեսնենք, թե զինվորները ինչպես են պատրաստվում եւ դառնում պրոֆեսիոնալ զինվորականներ, ինչպես են
սովորում, թե իրենց վիրավոր ընկերոջը ինչպես պետք է ամբողջ օրը իրենց ուսերին տանել եւ հասցնել համապատասխան կետ։ Մի խոսքով նաև բարոյահոգեբանական առումով շատ լուրջ պատրաստման գործընթաց է իրականացնում բանակում եւ ուսումնական զորամասում։ Եվ վերջին հարցս կանանց մասով է, կանանց ներգրավվածությունը բանակում արդյոք բավարար է գնահատում այսօր թե չէ, որովհետեւ գիտեք այդ իմաստով անգամ օրենքի ուժով ամենատարբեր կերպ խրախուսվում է, որ բանակում մեծաթիվ լինեն նաև կանանց քանակը։ Այսօր կա հետաքրքրվածություն, պարոն Խաչատրյան, եւ ինչպիսին է դինամիկան նաև։ Դինամիկան դրականն է, դեպի զարգացման ուղղությամբ է, բայց պետք է ասեմ, ոչ բավարարված չենք այսօրվա արդյունքներով, տեսեք պաշտպանության նախարարությունը եւս մի հատ շատ քննարկվող բարեփոխում արեց կանանց համար կամավոր պարտադիր զինվորական ծառայություն 6 ամսով եւ ինչը վերջում ասենք ապարքեվատրվում է դրամական ապարքեվատրում է տրվում մեր կանանց կարող են շարունակել ծառայությունը եւ այլ, բայց ունեցանք քիչ դիմորդներ եւ ունենք հատուկ զորամաս այդ կանանց համար, որ ամեն ինչը պայմանները ստեղծվել են կանանց համար։ Մի խոսքով ամեն ինչը պետությունը արել է իրանից կախված, բայց ունենք քիչ դիմորդներ։ Դեսա կախված է մեծապես ստերեոտիպերի, կարծրատիպերի հետ, որ ոնց կլինի աղջիկը կամ կինը գնա բանակում որպես զինվոր ծառայի բան, բոլորս գիտենք դա ինչ խնդիր է, բայց հաստատ այդ կարծրատիպերը կոդրվում են կամանց եւ մենք կունենանք աճ այս պարտադիր զինվորական ծառայության։ Բայց պետք է ասեմ, որ զինված ուժերում կանայք քիչ չեն, սպայական կազմում, ասենք կառավարչական մարմիններում բավականին շատ են կանայք զինծառայող կանայք, ուղղակի մեզ պետք է նաև այդ ստորաբաժանումներում կոնկրետ մարտական խնդիրներ կատարող ստորաբաժանումներում ունենանք կանանցի ներգրավվածություն, ինչը միջազգային այդ փորձից տեսնում ենք, որ բավականին դրական է օգտագործում մի շարք երկրների բանակներում, դրան է կհասնենք, անպայման կհասնենք։ Այսինքն ապագայի տեսլականում կանանց մասով, այդպես կանանց դերի մեծացման առումով գոնե այդպիսի խնդիր դրված է, որ կանանց քանը։ Իհարկե, այդ ռեսուրսը մենք ոնց կարող ենք բաց թողել։ Դա լուրջ ռեսուրս է, բացի նրանից, որ աշխատաշուկա է, աշխատանք է, լավ արձակվող աշխատանք է, նաև կանայք լուրջ ռեսուրս ունեն եւ որոշակի գործառույթներ բանակում, գուցե իրենք ավելի լավ անեն, քան տղամարդիկ եւ կամ ոչ պակաս տղամարդկանցից են լավ անում, հետեւաբար այդ ռեսուրսը հաստատ մենք մտածելու ենք քաշենք դեպի բանակ։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։